Խելացի վարպետը։ Բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Ժամանակին մի հայտնի պատյան սարքող կար։ Նրա պատյաններն այնքան լավ էին սարքած, որ երբ թրերը խրում էին մեջը, ոչ մի աղմուկ չէր լսվում։ Այդ վարպետը ոչ միայն շատ հմուտ էր, այլև շատ խելացի։ Հարուստ թե աղքատ գալիս էին մոտը խորհրդի։ Նրա խելքի մասին վերջը լսում է նաև թագավորը։ Հրավիրում է նրան պալատ և անձամբ համոզվում, որ իրոք շատ խելացի, ուրախ և սրամիտ է։ Դրա համար նա իրեն խորհրդական է կարգում նրան։ Թագավորը շատ գոհ էր իր պայծառ խորհրդականից։ Մի օր նա ասում է նրան. «Դու խելոք ու պայծառ խորհրդական ես։ Ուզում եմ առատորեն վարձատրել քեզ։ Ասա, ինչ ես ցանկանում»։ «Միակ մի պարգև եմ ուզում թագավորն ապրած կենա։ Այդ պարգևը մեծ հարստություն կբերի ինձ։ Քեզ էլ ցույց կտա, թե ինչպիսի պալատականներով ես շրջապատված»։ «Ասա, ինչ պարգև է դա», հարցնում է թագավորը։ Վարպետը պատասխանում է. «Ցանկանում եմ, որ ամեն անգամ քեզ մոտ գալիս, թույլ տաս ականջիդ շշնջալ. ողջ առողջ լինես, թագավորն ապրած կենա»։ «Դա ամենափոքր պարգևն է, որ կարող եմ քեզ տալ»։ Այդ օրվանից սկսած, ամեն անգամ, երբ վարպետը գնում էր թագավորի մոտ, նրա ականջին շշնջում էր այդ խոսքերը։ Բայց դա անում էր այն ժամանակ, երբ մյուս պալատականներն էլ մոտն էին լինում։ Նրանք տեսնում էին, որ վարպետը մոտենում է թագավորին ու ինչ-որ բան շշնջում ականջին։ Կարծում էին, թե խորհուրդներ է տալիս նրան։ Կամաց-կամաց բոլոր պալատականները թագավորի մոտ գնալուց առաջ սկսում են առատ նվերներ տալ վարպետին, հույսով, որ այդպիսով թագավորը ավելի հեշտ կկատարի իրենց խնդիրքը։ Եվ վարպետը հարուստ մարդ է դառնում։ Թագավորը մի օր հարցնում է նրան. «Վարպետ իմ, ասա տեսնեմ, որտեղից ես այդքան նվերներ հավաքել»։ Թագավորն ապրած կենա. «Դու երևի ինքդ էլ գլխի ես ընկնում, թե որտեղից, բայց կասեմ ոչինչ։ Քո մարդիկ կարծում են, թե երբ որ քո ականջին բան եմ շշնջում, խորհուրդներ եմ տալիս քեզ, և դու ամեն ինչում ինձ ես լսում։ Դրա համար այսպիսի թանկագին նվերներ են բերում ինձ։ Կարծում են, որ այդպիսով ավելի հեշտությամբ կկատարես իրենց խնդիրքը»։ Ծիծաղում է թագավորն ու ասում. «Հիմա լիովին համոզվեցի, որ խելացի մարդ ես դու։ Հասկացա նաև, թե ինչպիսին են իմ պալատականները։ Դե, ողջ լինես։ Քանի ես եմ թագավորը, ինձնից հետո էլ տղաս, դու կլինես իմ պալատի ամենահավատարիմ և խելացի խորհրդականը»։